Բարև ընկերներ, այսօր կրկին թեժ է լինելու։ Խնդրում եմ որևէ հայհոյանք, վիրավորանք չենք գրում, իսկ ով խախտում է այս պարզ խնդրանքս, ապա նա ոչ միայն դպրոցական տարիքում հարված է ստացել գլխին, այլ նաև իր ընտանիքում դա սովորական երևույթ է։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, շնորհակալ եմ ընկերներ տեսանյութերը տարածելու և հավանելու համար։ Ընկերներ, Գյուլագարակ համայնքի տխրահռչակ համայնքապետի մասին իմ տեսանյութից հետո կրկին բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց մասին չխոսելը կնշանակի անտեսել մեր հայրենակիցների բողոքները, իսկ դա ճիշտ չէ։ Շնորհակալ եմ Գյուլագարակի մեր հայրենակիցներին, խնդրում եմ չվախենալ և պայքարել սեփական իրավունքների համար։ Դիմում եմ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին։ Պարոն մարզպետ, խնդրում եմ հրապարակել 2024 և 2025 թվականներին Գյուլագարակում տեղի ունեցած կարգտահարությունների համար նախատեսված փոխհատուցման գումարների չափերը, ինչպես նաև փոխհատուցում ստացած քաղաքացիներից ճշտել, արդյոք ստացել են այնքան գումար, որքան նախատեսված է եղել, թե որոշ մասը գրպանվել է։ Տեղեկացնեմ, որ ստացել եմ նամակներ, որտեղ ասվում է, որ մարզպետարանով հաստատվել է մեկ դեպքով 1 միլիոնից ավել գումար, սակայն շուրջ 300,000 դրամ Խաչիկ Վարդանյանի համայնքապետարանը պակաս է տվել։ Սիրելի լոռեցիներ, եթե մարզպետ Արեն Մկրտչյանը շատ արագ խնդիրը չի կարգավորում և քաղաքացին կրկին տուժողի կարգավիճակում է մնալու, ապա ես ձեր փոխարեն ձայն չէի տա մարզպետի քաղաքական ուժին։ Հիմա անցնենք ավելի հետաքրքիր թեմաների, կրկին Գյուլագարակից։ Այսպես, ըստ Լոռվա ձորի օդում կախված լուրերի, Խաչիկ Վարդանյանի մոտ են աշխատում Սուրեն Պապիկյանի քրոջ տալը և նրա ամուսինը։ Իսկ Պապիկյան Սուրենի քրոջ ամուսին Վարդան Նալբանդյանը ասում են Գյուլագարակի ասողն է, ով կարողացել է քրոջը Նատա Նալբանդյանին և Գյուլագարակի ժավել վաճառող փեսա Էդիկ Թորոսյանին տեղավորել համայնքապետարանում աշխատանքի։ Անգամ Ժավել Էդոն, ամեն դեպքում այդպես են ասում Գյուլագարակում, հոակներից մեկի տնօրենն է։ Գյուլագարակում ասում են, որ ընդամենը 1 տարում Ժավել Էդոն կարողացավ մեքենա գնել աղջկա համար 2 սենյականոց բնակարան Երևանում։ Պարզվում է Ժավելի գործը լավ էլ ուժեղ գործ է, այդպես է չէ, պարոն Խաչիկ Վարդանյան, միգուցե դուք էլ եք ժամանակին Ժավելի գործ արել, թե ձերը միայն տարածքների սեփականաշնորհումն է։ Էդիկ Թորոսյան, հիմա հարցս քեզ եմ ուղղում, ուր է կորել համայնքի միջոցներով ձեռք բերված տրակտորը։ Ինչու եք այն համայնքում աշխատացնելու դիմաց գումար գանձում քաղաքացիներից։ Իսկ համայնքի գետի մաքրման համար ինչու եք այլ վայրից վարձակալել տրակտոր, երբ համայնքը ունի սեփականը։ Ընկերներ, ասում են իրականում Գյուլագարակում ղեկավարը ոչ թե Խաչիկ Վարդանյանն է, այլ Սուրեն Պապիկյանի փեսան։ Իսկ ըստ օդում կախված լուրերի, Խաչիկ Վարդանյանը հասարակ տասովչիկ է։ Ընկերներ, հիշում եք, որ երկրում խոսում էին, որ էկոնոմիկայի նախարար, մաթեմատիկայի գուրու Գևորգ Պապոյանը որոշ համայնքապետերի է տիրություն անում։ Պարզվում է Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանի քրոջ որդին Վահե Պապոյանը նաև վերոնշյալ Գևորգ Պապոյանի ազգականն է։ Իդեպ ասում են Վահե Պապոյանը Գյուլագարակում կարողացել է բազմաթիվ հողամասեր ձեռք բերել։ Սուրեն Պապիկյան, խնդրում եմ ասել, այս կինը ինչ կապ ունի ձեր հայրիկի հետ, որ ըստ խոսակցությունների հենց ինքն է նպաստել, որպեսզի այս տիկինը աշխատանքի անցնի Խաչիկ Վարդանյանի մոտ։ Ընկերներ, փաստորեն գրեթե բոլոր տեղերում նույնն է՝ խնամ, ծանոթ, բարեկամ, թալան, հետո էլ իրենք ճղում են, թե բա երկրում թալան չկա։ Այսօր այսքանը, հարգանքներով, ձեր հայը։